Համազաստ Պողոսյանի հայրիկի հետ, Հովհաննես Պողոսյանի հետ, ինչ պահանջով եք եկել պարոն Պողոսյան այստեղ եւ ինչ եք պահանջում գլխավոր դատախազությունից։ Ուրեմն նախ եւ առաջ Արսենի առողջական վիճակի մասին, որ այդ կառավարության որոշմամբ կետեր կան, որ այդ մարդը իրավունք չուներ այնտեղ հայտնվելու, եթե չեմ սխալվում 9 կետով բռնում է, սրտի հետ կապված համարյա սաղ կետերը բռնում է, որ այդ մարդը իրավունք չունի կալանավայրում ուղղակի լինի, էլի։ Եկանք դիմում տվեցինք։ Ինչ էր գրված դիմումը։ Դիմումը մեր Արսենի մայրն է տվել, որ վերջը անաչար քննություն արեք, որովհետև պիտի վերահսկող անձ է, էլի, չէ, դատախազությունը պետք է ինքը դա բանանի վերահսկի։ Հիմա այդ սանկցիան պետք է փոխվի միջնորդությունը, որ այդ մարդը անհամատեղելի է այնտեղ լինելու, էլի, իր առողջական վիճակի հետ կապված։ Հիմա սպասում ենք դրա պատասխանին, բայց մեզ պետք է շուտ լինի այդ պատասխանը, որովհետև այդ մարդը վատառողջ է։ Աստված մի արած է, բա որ հանգարց մի բան լինի, ով է տերը։ Նշեցիք անհամաչափ եւ ոչ օբյեկտիվ քննության մասին։ Համացանցում ակտիվ տեսանյութ էր տարածվում եւ ըստ էության իշխանական լրատվամիջոցներն էին այդ տեսանյութը տարածել, որտեղ երևում է թե ինչպես է պարոն Ղուկասյանը մեքենայից հանում երկաթյա ձողը եւ փորձում ռազմական ոստիկանության աշխատակիցներին հարվածներ հասցնել։ Այլ ինչ օբյեկտիվ քննության մասին է խոսքը գնում, այսինքն ինչ է տեղի ունեցել, որ դուք ասում եք ոչ օբյեկտիվ է եւ տեսանյութը ըստ էության մասնատված է, կեսն են ցույց տալիս, կեսն են հանրությանը ներկայացնում, ինչ էր այնտեղ կատարվել։ Դուք անձամբ այդտեղ ներկա եք ու երևում էր տեսանյութում, որ դուք ինքներդ նաեւ ռազմական ոստիկանության աշխատակիցներին ամեն կերպ փորձում էիք շրջանցել եւ իրավիճակը կարգի բերել։ Ինչ էր կատարվել։ Դուք ներկայացրեք, հասկանանք ինչ էր տեղի ունեցել։ Ուրեմն արգելիս, ես ասեմ, որ նախ եւ առաջ հենց այդտեղից սկսվեց, որ դա երկաթյա ձող չի։ Արսեն Ղուկասյանի ձեռնափայտն է դա, որը որ ինքը ունի խնդիր ծունկի հատվածում, նա պետք է անպայման լինի ձեռնափայտով։ Այդ Արսեն Ղուկասյանի ձեռնափայտն է, ինչ ձողի մասին է խոսքը, հետո այդ ձողը բերել հասցրել այդտեղ։ Այդտեղ ձող չի եղել 1, երկրորդը դա ձեռնափայտ է եղել։ Երրորդը, եթե Արսեն Ղուկասյանը ձեռնափայտը հանել է, ում է կպել, մի հատ կարա ցույց տաք։ Թող ցույց տան այդ ձեռնափայտից ով է տուժել։ Այսինքն էդի օթումը տենց վեգալն հիմա ոնց որ ես մի հատ փետ վեգալ եմ օթում ֆրցնեմ ձեռս ինձ գան կալանավորեն տանեն ասեն ինչ որ մեկը տուժել է։ Ես որ մեկին չեմ խփել ոնց է տուժել։ Արսեն Ղուկասյանը մեկին խփել է թե չէ։ Նա դուք հարցրել եք թե չէ։ Մեքենայից որ մոտենար ռազմական ոստիկանության։ Վերցրել էր որ քայլ էր։ Տեսանյութում այլ բան է։ Դե նայեք, վերցրել էր որ քայլ էր, հետո տենց օրինակ ջղայնացել է օթում պտտացրել է այդ ձեռնափայտը։ Դա ինչ, դա նշանակում է մարդը խփե, հա? Դա նշանակում է խուլիգանություն արել, հա? Իսկ ինչ նպատակով շտապեց մեքենայից ձեռնափայտը վերցնելու եւ ինչ էր տեղի ունեցել, այնտեղ լարված մթնոլորտ էր, երբ ինքը շտապեց մեքենայից։ Ուրեմն նայեք, լարված մթնոլորտ էր, այնտեղ դե քաշքշուկ էր, բրդբրդոցեր, մենք ուզում էինք փագենք, որ մարդ չդուրս գար։ Իրանք ուզում էին բացեին, որ իրենց աշխատակիցները դուրս գային։ Մենք 5 տարի մեր երեխեքին չենք տեսել։ Թող իրանք այդ հաշվի առնեն, որ մենք 2 ժամ էլ իրանք կարային այնտեղ ավել մնային։ Այդտեղ ճիշտն ասած խուլիգանության նպատակ չի եղել։ Որովհետև այն դեմից մենք շատ ցենզի մեջ ամեն ինչը գնացել ենք, դիմել ենք, 2-3 անգամ խաբվել ենք։ Ու իդեպ ասեմ այդ գշպետը որ գալիս էր հանդիպման, այդ խիմի 3 ժամ առաջ չհանդիպեց, որ այդ բրբրթուկը չլիներ։ Ուզում եմ հասկանամ էլի ես։ 3 ժամ առաջ հանդիպում էր, այդ բրբրթոցը, քաշքշոցը բանը չէր լինում։ Գշպետը եկավ այն վաղ հանդիպեց, երբ որ այդ քաշքշոցը եղավ, դրանից հետո հանդիպեց։ Այսինքն ուզում եմ հասկանամ, եթե միանշանակ երկուշաբթի եմ ասում կներեք, ամսի 27-ի օրը պատերազմի օրը, որ մենք հավաքված էինք, իրանց ասած խոստումը, եթե նրանք պահեին, բարձրաստիճան պաշտոնյաները, մենք այսօր չէինք ունենա այս վիճակի, ինչ ունենք։ Այսինքն նրանք իրանց խոստումները չպահեցին, մենք մեզ, այսինքն լրիվ, կիսատ, պռատ, բերեցին 3 հոգի ելեք Արման Սարգսյանի մոտ, մի հատ տեսեք,
Եղբայր, մենք ամսի 27-ին երկու օր մեզ ուղարկել եք տուն նստելու, մենք ամսի 27-ին ուրիշ բան ենք պայմանավորվել։ Իսկ եկել էին ուրիշ բան էին ասում։ Մենք էլ ասացինք, չէ, մեր պահանջը էլի, խոսք եք տվել, հələ մի հատ այդ պաշտոնյա սա դնենք մի կողմ։ Մարդ, որ ծնվում է, տղամարդ։ Անունը տղամարդու է լինում, ազգանունը տղամարդու է լինում, կեցվածքը տղամարդու է լինում։ Ուզում ասեմ, դրանք սա պետք է հաշվի առնվի այդ տղամարդ կոչվածը։ Հետո նոր այդ պաշտոնա, բանա, դրանք սաղ վեկալենք տնենք մի կողմ։ Ով ինչ գործի է, խի է, ինչ այդ կապ չունի։ Մարդ պետք է առաջինը լինի մարդ, պետք է լինի, եթե տղամարդ է տղամարդ, կին արմատն է պետք է լինի մարդ ու լինի կին արմատ։ Այսինքն դա նշանակում է, որ այս մարդիկ դաժե այդ տղամարդկային հատկությունները չունեն, որ պահեն այդ խոսքը, որ այսինչ ժամին պիտի տեն, այսինքն ժամը հստակեցված չէր։ Այսինչ օրը կտնակ ժամը հստակեցված չի, մեզ ասեցին կզանգենք, ես եմ ասացի, չէ, չեք զանգում։ Մենք 12-ից ստեղ կլինենք, մեզ կասեք ժամը 3-ին մտեք։ Մենք ժամը 3-ին կմտնենք։ Ու 12-ից հետո գալիս են մեզ ասում են, որ 3 հոգի ձեր մեջից լիազորված անց կարա մտնի Արման Սարգսյանի մոտ։ Արման Սարգսյանի մոտ մտնեմ, ինչ անեմ ես։ Ուզում եմ հասկանամ։ Ես Արման Սարգսյանի մոտ մտնելու բան չունեմ, որովհետև բազմիցս եղել ենք այդ մարդու մոտ մենք։ Մենք ոչ մի պատասխան չենք ստացել։ Մենք այնպես չի, որ գենշտաբի պետի մոտ եղանք պատասխաններ ստացանք։ Ուղղակի գենշտաբի պետը հիմա որ մի 3 ժամ շուտ էր ընդունում, այս քաշքշուկը չէր լինում, էլի չի բավարարել իր պատասխանները։ Այդ մարդիկ պետք է այդ երեխեքի ճակատագիրը մեզ այսենց սիրուն, բացեն, մենք հասկանանք։ Ովա զոհված, ովա կորած քանի հոգի ունենք գերի, որը տենց ասում են հաստատված 23 հոգի ունենք կամ 21 հոգի ունենք։ Դա սաղ մեր համար սուտ բաներ է։ Հիմա լիքը մարդիկ մտածում են, որ իրանց երեխեքը այնտեղ գերի են։ Հիմա դե թող կան պատասխան տան, խի չեն տալի։ Լիքը մարդիկ էլ կարող մտածեն, որ խոսքի օրինակ էլ երեխեն զոհված է, բայց չկա աճունը։ Լիքը մարդիկ էլ խաբված են։ Այդ սաղ պատասխանները պիտի տան, թե չէ, պետություն է, չէ։ Ու հավի ճուտ չէին այդպես տարան ու մոռացան, վсё։ Պարոն Պողոսյան, քաշքշուկի արդյունքում ես լուրեր ունեմ, որ ծնողների շատերը նաև կապտուկներ են եղել, ծնողների շատերը գետնին են ընկել, եւ այդ իրավիճակն է նաև պարոն Ղուկասյանը տեսել ու շտապել փորձել օգնության հասնել քաշքշուկի արդյունքում։ Ովքեր էին վնասվածքներ ստացել ծնողներից։ Կա արդյունքում բան, որ ծնողներն ունեցել են կապտուկներ։ Ուրեմն նայեք, հա, կապտուկներ սաղի համարյա թևերին եղել է, դե դա քաշքշուկ է եղել, ունեցա որ կարար էլի լիներ։ Կապտուկներ եղել է, ընթացքում էլ ես ոնց հասկանում եմ, սենց չեն նստելու, սրանք պետք է քննություն անեն, այդ քննության ընթացքում սա պարզ կլինի արդեն։ Ես հրավիրել են հարցաքննության դուք։ Ինչ չեն հրավիրել, բայց ես այտենց արդեն մտածում եմ, գիտակցում եմ, որ լինելու է, որովհետև չի կարա, չգիտեմ, նման բան լինի։ Այդ ընթացքում արդեն կխոսենք, կտեսնենք էլի, նենցա որ միշտ էլ լուսաբանելու եք։ Նու ունդեղ պատի այդ տեսագրությունը մենակ այդ ֆրազան չվերցնեն, որ Արսենը իր ձեռնափայտը ուղակի վեկալում է։ Պատի տեսագրությունը, հանրությանը սկզբից դնեն, մինչև վերջ տանեն ու վերջում որ տենան Արսեն Ղուկասյանը իր ձեռնափայտը ավտոյից հանեց ուղակի մի հատ եմ ասում։ Նա խփելու նպատակով չի հանել, թող ոչ մեկ չասեն, սենց, սենց, մարդը ոչ մեկին չի կպե։ Ում է կպե, եթե տուժող կա այդ մահակից, թող գան ասեն տուժող կա։ Այսինքն ցուցմունքի մեջ դա էլ չի նշված, որ տուժող կա այդ բանից, մահակից եմ ասում, ձեռնափայտից։ Չկա, տուժող չկա, այդ մարդը լավ չի քայլում։ Ուզում եմ ասեմ, այդ ձեռնափայտից տուժող չկա։ Մի տենց, ես չեմ ասում իրավաբան եմ, բայց տենց, որ սենց օբյեկտիվ էլ նայում եմ, չկա էլի նման բան, որ այդ մարդուն իր ձեռնափայտը ավտոյից հանելու թեկուս թափարելու համար տանեն, մի ամիս կալանք տան ու խուլիգանություն դնեն վրան։ Չէ, չկա նման բան, խուլիգանություն չկա,
Այնտեղ եղել է բրդբրթոց քաշքշուկ, եթե տենց խուլիգանության հոդված այդ բրդբրթոցն ու քաշքշուկը, ուրեմն իրանք էլ են խուլիգաններ, թող իրանք վրա էլ դնեն, ու այդտեղ ով եղել է խուլիգանա։ Ինձից բռնած։ Այսինքն հիմա ես իմ դեմ ցուցմուկ չեմ տալի, ասում եմ, որ այդտեղ եթե քաշքշուկը խուլիգանություն է, ուրեմն սա խուլիգան են այդտեղ եղել էլի։ Այդ թվում ծնողներն են տուժել։ Այդ եմ ասում էլի, դե բնենցա որ խոսքի թող անաչար լինի ամեն ինչ, եթե մի բան անում են, թող անաչար անեն։ Եթե ճիշտ քննություն անեն, կառույցները այդ քնչական բան, իրանք կտենան տեսակրությունը դեմից մինչև վերջ որ նայեն, կտենան որ այդտեղ մենակ իրանք չեն այտենց բրդբրթոցից տուժած լիքը մարդիկ կան տուժած։ Այսինքն դա նշանակում է որ ոչ մի բան հələ այտենց անաչար չի։ Ու ինչ մնում է Արսեն Ղուկասյանին, Արսեն Ղուկասյանը առողջական խնդիրներ ունի։ Մեզ պետք է շուտ այդ քննեն այդ կետերը, շուտ։ Քննեն, որ բերեն հասցնեն նրան, որ այդ մարդը իրոք այնտեղ լինելու այսօր ոչ մի տենց գիծ չունի, ոչ մի տենց թել չկա կապով, որ այնտեղ լինի, էլի։ Համ առողջական խնդիրներին, համ մի խոսքով չկա տենց Դա մեր նայելով, կողքից հանրությունն է լիքը մարդիկ նայում է, տենում է, ով օբյեկտիվ է գնահատում, ով միտեղ թերիա գնահատում, ասում է դե կարա այդ սենց լիներ, օրինակ էլի։ Մեկ էլ մի հատ բան եմ ուզում ասեմ։ Այդ կոմենտ գրողները, այդ որ այդպես ապուշ կոմենտներ են գրում։ Մի արեք, ժողովուրդ Տենց բաներ մի արեք, դուք ոչ Արսեն Ղուկասյանին եք ճանաչում, ոչ այդ անետ կորած ծնողներին եք ճանաչում, ոչ էլ այնտեղ ներկա մարդկանց եք ճանաչում։ Նրանք ամեն մեկը մի լուսի կտոր տվել են հայրենիքի համար։ Այդ կոմենտ գրողներին ես ուղղակի հիմա սենց էլի ասում եմ։ Մի ապուշ բաներ գրեք։ Դուք եթե կարողանում եք գրեք, ձեզ գրում են, խիչ եք պատասխանում։ Այ ապուշներ։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ ես։ Դրանց չեմ էլ ուզում ոչ եթերային ասեմ էլի, բայց դուք հասկացեք արդեն ինչ եմ ասում, որովհետև այդ կոմենտ գրողները կամ խելագար են, կամ խելքերին չի հասնում, կամ էլ ինչ որ մեկը դրթում է ասում է գրի։ Հիմա եթե այդ իրեկից որ մեկն էլ լինի, ես իմ մտքով ասում եմ ամեն ինչ, չեմ ուզում ոչ եթերային բառեր ասեմ։ Բայց այդ կոմենտ գրողները ապուշներ, ձեր տեղը վերընկեք։ Մի հավայի բաներ մի գրեք, որ մարդուն չեք ճանաչում։ Իսկ եթե դուք գրում եք ու հասկանում եք, որ երկրորդ անգամ պատասխանը պիտի չտաք, ուրեմն մի գրեք։ Տղամարդ թեկին կապ չունի։ Բայց ես մտածում եմ, որ fake page-եր են սաղ, էլի։ Հանրության մեջ էլ կա, որ ուրիշ ձև են մտածում, ես էլ այդ ուրիշ ձև մտածողներին խորհուրդ կտամ, որ մի հատ ծանոթանան տվյալ մարդուն Արսեն Ղուկասյանին կամ թեկուզ մեզից մեկին, մեր դարդը իմանան, մեր հետ 2 րոպե զրուցեն, իրանք կհասկանան, որ չէ, էլի։ Այդտենց չի, մենք ոչ մեկի հետ գործ չունենք, մենք մեր երեխեքին ենք պահանջում, ենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում ցավը տանեմ։ Իսկ հիմա ով է բարձրացել գլխավոր դատախազություն եւ ով է ընդունել, ասե որ կընդունի։ Հիմա ստեղի այդ դիմումը որ տվել ենք իմ կարծիքով, էլի, այսինքն իմ իմացությամբ, ստեղի դիմումը որ տվել ենք այդ հսկող դատախազն կանչել, մեր փաստաբանը Տաթևիկ Սողոյանն է վերևը, հեսա քիչնի արդեն պատասխանը կհասկանանք ինչ է, էլի։